մեր դժբախտությունը ինչու՞մն է, որ մեր ընդդիմությունը, ընդդիմադիր լրատվամիջոցները չեն հասկանում, որ երկիրը գրաված է եւ պիտի ազատագրվեն։ Ասենք երկու հայվանի նայում ես, Թուրքի հետ նստած հարցազրույց ավարում, ոնց որ ասենք թուրքերն եկել են գրավել են երկիրը, դու քեզ մորթողին, քեզ գրավող մարդու հետ գնաս հարցազրույց անես, հետո էլ բանա ինչ որ լակ, չգիտեմ ինչ ասել դրանց, ինչ պետք է ասել են, բայց եւ այլն, ընդ որում բանն է, պես չելի մենակ իրենք են։ Եմ ասենք մի հատ ընդդիմադիր բանում նայեք, տեսեք ինչ է, պատրաստ չեն կոմպրոմիսի գնալու կամ ինչ որ արդարացում գտնելու, մենք բանը Թուրքիա նորմալ է, դրանց բա իհարկե լրատվամիջոց ենք, մենք պիտի բոլորին ձայն տանք։ Թուրքերին էլ այն մորթելուց մի հատ հասկանանք, տեսնենք ինչի մորթեց, ամեն անգամ այդ օրինակը վերում են։ Իրանց դիրքորոշումն էլ հաշվի առնենք։ Չէ, որովհետև իսկ իրականում չեն հասկանում, որ ինչ վիճակի մեջ են։ Հա, չէ, դե։ Այս մանր ընդդիմադիր ուժերն էլ հետը։ Գանք մանրներին նորից, ակնկալել ինչ որ իրանց ազնվության վրա, չէ, Դանիելյան Գառնիկն է, այդ մարդը տենց է, հիմա այդ մարդիկ Դանիելյան Գառնիկ չեն դառնալու, ինչքան էդ են։ Այսինքն պետք չի ակնկալել ինչ որ բարոյական բանի վրա խաղադրույքը կատարել մեր խաղադրույքը, պետք է քաղաքական, իրանք քաղաքական գործիչ են, իրանց այդ քաղաքական գործիքակազմով, այդ թվում սա էլ հիմա քաղաքական խոսք ենք մենք այստեղից հղում, բացատրելով, որ մի քիչ ամեն ինչ այդքան այդպես չի աշխատում։ Այդ 1500-ը դա տես ֆիքսված մաթեմատիկա չի, որ առանձին էլի կհավաքենք 500,000 կդառնա 1500, միասին, հələ մի հատ էլ համոզում են, որ միասին 1500 չենք հավաքելու։ Նախ այտենց սոցիոլոգիա ոչ մեկի ձեռի տակ չկա, ոչ մեկ չի կարող դա ապացուցի, այդ դարավ իդեպ ձեր հիշատակված զրույցում, որ 3-ով նստած այդ մարդիկ ինչ որ ջանջիգար անելով ասում էին 21-ին, որ Քոչարյանը չմասնակցեր, մենք չենք կրի, թե ինչ-որ այդ ձեր հիշատակը Թուրքի լոզունգ էլի, ինչ է այդ արմ կոմեդիի գյադաների թուրքական լոզունգներով առաջնորդվող գյադաներ։ Ես մեկնաբանություն եմ գյադաներ, երկիրը ազատագրած մարդու մասին ոնց են խոսում, իբրև թե նա օգնելա, որ գյադաներ։ Դուք էլի տանում եք բարոյական դաշտ, որի հետ պարզ այս համաձայն եմ, բայց չէ, մարդկանց հետ պետք է իրանց լեզվով։ Հիմա այնտեղ ես կոմենտներում տեսա, որ գիտական աշխատանքների հղումներ էին անում, բանը Նոբելյան մրցանակակիրներին։ Չկա այտենց գիտական հետազոտություն, որը կապացուցի այդ պնդումը։ Կա այտենց պնդում քարոզչական, թուրքական, որ այ որ Քոչարյանը չլինի եւ այլն։ Կա, այդ հայտնի է մեզ թուրքական քարոզչական թեզ, բայց գիտական պնդում չկա, ավելին ես հակառակը կարամ բերեմ, որ դրա համար նույնիսկ գիտություն էլ պետք չի, որ մարդիկ գնում են ուժի հետևից։ Ես միլիոն անգամ ձեր տաղավարից ասել եմ, որ օրը մարդիկ իմանան, որ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը համատեղ միտինգ են հրավիրում։ Շատ ավելի շատ մարդալիներ։ Դա լինելու ամենաբազմամարդ միտինգը 2020 թվականի նոյեմբերի 10-ից։ Այդ որում երկուսն էլ բարձրանան ամբիոն։ Հա։ Այո, եթե այդպես լինի, շատ ավելի ամենաբազմամարդ միտինգը, որտեղ մարդիկ գալիս են ուժի հետևից։ Ես իմ աչքով եմ տեսել եւ ոչ միայն ես Եվ դիմացիան շարժման ժամանակ, եւ սրբազան պայքարի ժամանակ առաջին օրերին կիսա Նիկոլական, մաքուր Նիկոլական, որ բան էին անում։ Անցնում էին այդ միտինգի տեղով, ներկա էին ստանում, էլի։ Ու անցնում էին, հատուկ նենց էին անցնում, որ ճանաչող մարդիկ տենան, բան, որ այդ ներկան ստանան, որ հարցնում էին, ես բա ինչ խաբար է, դե ասում անցնում էի ստեղով։ Բայց եթե հանկարծ անիվը մի քիչ ուրիշ ձև պատտվեր է շարժումներ հաղթանակի հասնեն, իրանք ասեն, ապա գամված էինք առաջի օրվանից։ Տեխնիկապես ճիշտ կասեին, առաջի օրվանից ընդեղ են եղել։ Խի, որովհետև ուժ էին տենում, ասում են մի րոպե, հա, ես հոգով սրտով ասենք ընդեղ եմ, բայց հոգուս հերն է անիծած, սրտիս հերն է անիծած, էլի, եթե հանկարծ ուժը էս կողմ թեքվի, պետք է ստեղ լինել։ Մարդիկ գնում են ուժի հետևից, ու այդ անտի ռեյտինգը, որ ասում եք, նայեք, էլի, նույնիսկ այդ անտի ռեյտինգը ասենք նախկին նախագահների օրինակ, ինքը էլի ուժի մասին է։ Հիշում եք մի տարի կարծեմ 22 թիվներ, մի հատ դաժե ես մի քիչ անհարմար եմ զգում, որ այդ բանը հիմա իմ արաբանությունը պիտի կրկնեմ, բայց Սուրբ Հարության տոնն էր մոտենում, Զատիկը ավելի պարզ ասած, Գառնանը, ու մի հատ հիմարագույն թեզ էին դաշտ գցել, որ ձվերը թանկացել են, որովհետև Քոչարյանը բոլոր ձվերը շուկայից առել է, դե այսինքն արժևորվել է, էլի ձուն արհեստականորեն, որովհետև բանա պակասորդ է տալի։ Ինքը բայց հա հիմարությունն է բան հասկացանք, անտի-ռեյտինգ է դա բերում, հասկացանք, բայց ինքը էլի ինչով է բերում։ Ուժի մասին է, չէ՞, ինքը, այսինքն մարդը այնքան ուժ ունի, ողորմածիկ մեծ տատիս ասած այնքան զհենով է, որ կարում է տենց բան անի։ Կամ են որ ասում էին ինքն է ստիպել կապիտուլյանտին, որ կապիտուլյացիա ստորագրի։
էլի ուժի մասին է, նույնիսկ Սերժ Սարգսյանի մասին, որ միֆեր են հորինում, որ այս սաղի հետևում ինքնականգնած մինչև այսօր չլինի սաղ Հայաստանը ինքնաղեկավարում միֆա, կեղծիք է, բայց էլի ուժի մասին է, թուլության մասին չի։ Հիմա այսինքն գնում եք այս մարդկանց զուտ այդ սոցհարցումներից մենք էլ ենք անում, ու լավ հասկանում ենք, մենակ այդ քանակական տվյալով չի վերցրեցի դու այս պահին, այս մարդը, ասենք ընդամենը, չգիտեմ, 67%-ը չի սիրում, 13%-ն է սիրում, ասենք, այն մնացածն էլ բանա, թքած ունի։ Այդտենց չի, հա, այդ պահի վիճակը դա է։ Բայց ո՞նց են բացատրում 300-քանի հազար ձայնի հավաքում։ Բա ոնց են բացատրում 300,000 ձայնը հավաքում։ Ոնց են բացատրում, որ ասենք մեր ձևով շարժումը օրինակ ոչինչից բարի բուն իմաստով չէ, բայց ինձ հանկարծակի օդից ընկավ եւ հիմա այդ նույն շատերի սիրած որտեվ ուժեղ մարդ կա։ Ընդդիմադիր ուժ դառա։ Հարցեր կան։ Այդ տղաները, Էդգար, կարծում ես ուղղակի քարոզչական այդ արմ կոմեդիի տղաները, ուղղական թուրքական քարոզանող բաներ են, թերուսներ են, թե բան են, ապուշ են։ Եկեք տենց անձերի դաշտ չմտնենք, մենք անձեր ստեղ համարյա չենք քննարկում, գաղափարներ ենք քննարկում, կամ եթե քննարկում ենք, ասենք բան էլի կոնկրետ ինչ որ թուրքեր, մուրքեր եւ այլն։ Չէ, դա թուրքական քարոզչությունն է, չէ, քարոզչությունը թուրքական է։ Իրանց կատարածը թուրքական քարոզչությունն է, այսինքն շարունակումը, ինչ է իրանց անունները ոնց է Մարիամ դրանց։ Մեկ Նարեկ Սերգեյ։ Հիմա թուրքական քարոզ են անում, չէ, ասում են, այն ինչ որ թուրքերը քարոզում էին, հետևողական, որ Արցախի ղեկավարները սա են, Արցախի ղեկավարը, բայց թուրքական քարոզ անում։ Ուզում ասեմ ինքը կոնկրետ թուրքական քարոզչություն էր։ Իհարկե, պայմանները դե հիշում եք Չեմ նայել, ես ինչ-որ բաներ, ես տեսա վիզուալ նայել եմ ինչա կատարվում։ Անջա բովանդակությունը մոռացեք, ասում ինքնին այդ հարցազրույցի լինելիությունը մեկ, երկրորդ հեռարձակումը, չէ՞ որ այնտեղ կոնտեքստ կար։ Հարցազրույցի հերոսի, այսպես ասած, բողոքով այդ մարդկանց գործընկերներն էին անտիֆեկեյմի բան եղել, հալածանքի ենթարկվել, բա կոնտեքստ կա, ու արդեն դաշտում այդ թեման կար, որ տղեկ հələ մի հատ ասма կոնդուկտոր Նաժմինա Տարմազա, հələ էդի մի հատ գոնե լավ արել եք, եթեր մի տվեք, բան, շոյավ գնաց եթեր։ Այսինքն այնտեղ բովանդակությունը ճիշտ է, զուգահեռ նաև Նարեկին ու բանին չէ ձերբակալում։ Բա Նարեկը նամակ էլ ունի, չէ՞, բանտից գրած, ասում է, այս իմ նամակը գրելու պահին ես ինչքան գիտեմ տղեկը հələ որոշում չունեն չեղարկելու, հուսամ կչեղարկեն, այլապես։ Դուք կասկածում եք, այդ տղերքը, որ այդ քայլին գնացել են հեռարձակելու քայլը ինչ էր իրենց համար։ Հիմա